Մերոնք կետայեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Երեք մայրերի օրներ, երեք խոսեցինք ամենաթանկից, ամենանվիրականից։ Մայրերի ապում է հայրենիքի փրկությունը, ինչպես ասել է Նժդեհը, եւ սա այն ճշմարտությունն է, որ աքսիոմատիվ ճշմարտություն է։ Այստեղ ապացույցների կարիք չկա, ինչպես դաստիարակում ես։ Ու նույնը պետությունն ու պետականությունն է։ Իրան, Ամերիկա, այսպես ասած, կռիվը ուր էլ որ հասնի, մենք պիտի բոլորս հարգանք ասենք Իրանի ժողովրդին, Իրանի պետությանն ու կառավարությանը։ Եվ այս եզրա տեքստում է, որ ուզում եմ ասել, Իրանի ամենահետին, ամենացածրակարգ մոլլաները պապազեն Քոչարյան Ռոբերտների, Սերժիկ Սարգսյանի, Դաշնակ պարագլուխների տան սեղաններին, որ նրանք ուտեն, գոնե մարդ դառնան, գոնե հասկանան հայրենիքը ինչպես են սիրում, հայրենիքը չեն թալանում, լակոտիտ միլիոնատեր չեն սարքում, Տոյոտա ու Լանդ Կրաուզեր չեն դարձնում, հայրենիքը պաշտում են ու ամեն քար ու թուփի համար թփի մոտ թշնամու համար անակնկալ են պատրաստում։ Այս ամենը, այս իմ թվարկած մարդիկ եւ նրանց, այսպես ասած, զուգահեռ մարդիկ իրականություն չդարձրեցին։ Այսօր երբ տեսնում ես, ինչպես է մարդը պետությունը պայքարում իր լինելիության համար, գետինն ես մտնում։ Զուտ մարդկայնորեն, մենք էս ինչ ենք, էս ինչ արեցինք։ Այն որ 88-ին մեր ազատագրումներ արեցինք, ամեն ինչ արեցինք, ամենաթանկը տվինք մեր տղերքի կյանքը, այն որ ասում է աշխարհը ապշած էր մնացել, ու հանկարծ մի քանի մարդանման չորքոտանի չէ, մարդանման ինչ որ բաներ արարածներ, այդ նույն Քոչարյան Մոչարյանի ու Դաշնակ պարագլուխների, ովքեր սաղորը հայրենիքից էին խոսում, հայրենիքը այնքան լլկեցին, որ վերջում պարզվեց, մենք կռվելու բան չունենք։ Նայեք Իրանին ինչ արեցին, էլ հետամնաց, էլ չգիտեմ վայ, հոտած մոլլեք, էլ խորը իսլամ, էլ կիսախորը կապ չունի, երբ հայրենիքը վտանգված է, բոլորը մեկ դարձան եւ ամբարած ունեին իրենց հայրենիքը պաշտպանելու համար։ Իսկ իմ ասած տորագույն արարածները, իմ ու ձեր իմացած, մատը մատին չխփեցին, մեր անառիկ լեռների կողքով միայն արծիվը կարող էր թռչել, իսկ թշնամին արծիվ չի, արծվա նիստը մենք ենք, մեր լեռներով ու չգնահատեցինք մեր արծվի թռիչքն ու արծվայնությունը, որովհետև որոշ անասուններ կամ մարդանման արարածներ ուղղակի զրոյացրին մեր ամեն ինչը։ Արցախից փախած այն մի քանի որ ասում է կռվողների ման չեմ ասում, դուք ոնց եք ձեր կանանց ծոցը մտնում, ոնց, այն որ բերեցիք 44 օրյայում իբր թե ձեր ընտանիքները, որ հետ դառնակ ու հետ չդառնակ, դուք էդ ինչ ապրանք եք, էդ ոնց ապականեցիք մեր բոլորի ձեռքբերումները։ Իդեպ, բոլոր էդ, չգիտեմ, նոր տեղեկատվություն էր, որ մարտի 1-ին այդ կանդազ էր թե քանթալ կոչվածը, ով էր դա այդ հետախույզը, եւս այստեղ է եղել, Արցախից եկել է եւ հարցեր են լուծել Երևանի փողոցներում, եթե դա այդպես է, եւ ընդհանրապես պետությունը պիտի այդ բոլորին գտնի, մենք իմանանք դրանք ով են։ Դրանց բոլորին պատժել է պետք, որ մնացած բոլոր անասունները, ովքեր մտածում են, որ կարող են հայ ազգի հետ այդպես վարվել, պետականության ու պետության հետ այդպես վարվել, անկախ դրանից իրենք նշանառու են եղել, զինվորական են եղել, հրամաններ կան, որ չպիտի կատարվի երբեք քու ժողովրդի դեմ հրամանը չի կատարվում։ Վկան, էլի եմ ասում, Իրանը։ Դժգոհ էին, 100,000-ներով փողոցում էին, բայց երբ հարձակվեցին իրենց երկրի վրա, հիմի 100,000-ներով թիրախ են դարձել, կանգնել ու ասում են, մեզ բոլորի սպանենք։ Մենք մեր պետությունը, պետականությունը, մենք ինքներս կարգի կբերենք։ Դուք ով եք։ Այդպես պիտի պատժվեն այդ տեսակի ցածրորակ արարածները։ Մի քիչ դառը սկսեցինք, բայց սա է իրականությունը։ Հիմի աչ ու ձախ իրենց պատեպատ են տալիս։
Նիկոլ Փաշինյանը ինչպես խոսեց, չգիտեմ, Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Ես կարծում եմ, իհարկե գուցե Նիկոլի դիվանագիտական լեզուն կամ իմանալով նրա վարքը այսպես կիսաժպիտ բան, բայց կարողացավ ասել, ուր էիք դաշնակիցներ, ես ժողովրդին չեմ կարող բացատրեմ։ Եվ մեր երկրի օրենքը սա է։ Ամենևին չխրախուսելով Նիկոլ Փաշինյանի եթերում ուտելը գարշելի պահվածքը, էլ չեմ ասում, այդ Հայաստանի քարտեզը, մակետը, Նիկոլ Փաշինյանը ոնց որ գեղի երեխա, որ ինչքան խոշոր բան լինի, այնքան ուրախանում է։ Բույ ճղոպուր է, մենձ է, բան էլի։ Այդ չափի, ով է ասում, որ այդ գրեհկության ու այդ տգեղությամբ պիտի լիներ։ Ինքը ավելի գեղեցիկ, այսպես ասած, ավելի ձգող պիտի լինել, քան ինչ որ երկաթի մի կտոր, այդքան կոշտ ու կոպիտ։ Էսա Նիկոլ Փաշինյանի որակը շատ հաճախ եւ ես ուղղակի ցավում եմ մեր համար այդ որակը ունենալու։ Բայց որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ պատասխան տվեց Վլադիմիր Վլադիմիրովիչին, աներկբա է։ Այդպես էլ պիտի լիներ, վերջը մեկը պիտի ասեր, դուք էս ինչ արեցիք։ Այն ինչ չարեցին են նախորդ ստահակները, ում անունները ես տալիս եմ։ Որոշները մեկ-մեկ գրում են, ասում են, ախր դուք անընդհատ նրանց եք հիշում, հիմա հո նրանք չեն։ Նրանք բերեցին հիման։ Այս դժբախտությունը եկավ այդ ընչակաղց ագահ սողուններից։ Եվ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններից հետո, եթե այդ սողուններին չձերբակալի, եթե նրանք հացի կարոտ ման չգան, ուրեմն ինքն էլ է նրանց նման։ Ես թքած ունեմ, ով է։ Բոլոր նրանք, ովքեր պատճառ հանդիսացան, որ մեր հաղթանակները մսխվեն, մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես էթնոս խայտարակվենք, գլխահակ բան գանք, նրանք պիտի պատասխան տան։ Այո, Փաշինյանն էլ Ռոբերտների ծնածն էր, Սերժերի ծնածն էր, Լևոն Տեր-Պետրոսյանի վախկոտության ծնածն էր, սրանց ծնածն էր, բայց իրենք պատասխան չեն տվել։ Այս վիճակին հասցնելու հայոց զորուժը, հայոց ոգին, հայոց տեսակը, ստորացնելով մեր բոլոր ձեռքբերումների համար կրված մարդկանց։ Այստեղ է խնդիրների խնդիրը, որ պիտի իրականացնենք։ Հիմի ինչ որ ռուսական էմիսարներ, էլի եմ ասում, տաշիր սամո, լսի, քու ուզածն ինչա։ Դու այստեղ անելիք չունես։ Դու եթե մարդ լինեիր, եւ դուք բոլորդ, ովքեր այսօր Ռուսաստանից դրոշակ եք թափահարում, ձեր պապա Պուտինին կթքեի կերեսին։ Տեսակ թուրք ադրբեջանցի գործարաններն ինչ արեցին։ Դեմ գնացին։ Նա ձերբակալեց, դեմ գնացին, իրենց պետությանը չդավաճանեցին, դուք ամեն վայրկյան դավաճանում եք պետությունը։ Հիմա էլ հիշեցի այդ կանդալ մանդալներին, քանթալներին հավաքել եք ձեր կողքը, իբր թե, հա եթե դրանք մարտի 1-ին համարձակվել են այստեղ Երևանու օպերացիա անել, ասացի արդեն ինչ պիտի արվի, եւ պիտի արվի, որպեսզի մյուսներին դաս լինի։ Մենք որ պատերազմ էինք մեկնում, տղերքը երթում տվեցին Եռաբլուրում, որ մեր փամփուշտը հայի վրա չպիտի կրակվի։ Բոլորը գիտեն, ինչ եմ ես ասում։ Դուք այդ ինչ ապրանք էիք, մարդիկ սարերում երկիր էին պաշտպանում ձեր տները, դուք այստեղ մարդ էիք կոտորում, որ ձեր հանցագործ Քոչարյան Արոբիկը մնա իշխանության կամ Սերժիկը։ Դուք հայրենիք չունեք, պետք է բոլորին գտնել։ Պետք է բոլորին գտնել։ Չգիտեմ սա ինչ կոչ է։ Ով հանդգնել է
կրակել հայ ժողովրդի վրա, ով հանդգնել է այստեղ իշխանություն փոխել, քանդել, խափանել ամեն ինչ, մարդկանց ազատությունները, դրանք պիտի պատասխան տան, որ մեր պետությունը պնդանա։ Հիմա ինչ տեղի կունենա Իրան, Ամերիկա, այս վերջին զարգացումների ֆոնին։ Ուզեն չուզեն, Իրանի հետ հաշվի պիտի նստեն։ Այն որ որոշ ավանակներ ասում են, Թրամփը պրծավ բան, Թրամփը չի պրծնելու, ուղին չի պրծնելու, ճանապարհը դա շնչուղի է Հայաստանի համար եւ այդ շնչուղին աշխատելու է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այդ ճանապարհը լինի, կայանա։ Մեր իրավասության ներքո։ Անկամ եթե Ադրբեջանը փորձի իրեն վատ պահել, պիտի այնպես ծեծենք, շանսատակ անենք, որ հասկանան, որ մեր հետ կատակ անել չի կարելի։ Իսկ դա արդեն օրվա իշխանություն կոչվածների, այն որ ասում է սրբազան պարտականությունն է ամեն ինչ անել, որ մենք պատրաստ լինենք ուզածը հարվածին հակահարված տալու, ուզածը ձևերով, չկա այլ սրբություն, քան հայրենիքը։ Այսօր երեք տեսնում եմ Նիկոլ Փաշինյանը այդ իր ձեթոտ պերաշկի կոչվածը այնքան կրծեց, կերավ, չգիտեմ ինչ արեց, որ անգամ դաշնակներն են նկատել, որ դա վատ է։ Մարդիկ, ովքեր մի ամբողջ երկիր են կորցրել, նրանք էլ են ձեռ առնում պերաշկի ուտելը։ Այո, իշխանությունները պիտի իրենց չափը ճանաչեն, հավաքեն իրենց։ Պարզությունն ու պարզամտությունը տարբեր բաներ են։ Պետք չի ամեն առավոտ, չգիտեմ, այն չստացված ակլորի պես սենց բաներ անել։ Վերջի վերջո այդ կապիկությունից մեզ ազատեք։ Այն արժեքը, որով մենք 88-ին կարողացանք ազատագրել Արցախն ու գծել մեր սահմանները, այդ արժեքը մարդու արժանապատվության մեջ է։ Այդ արժանապատվությունը մի կոտրեք ու կտրեք փողոցում 3-4-ի վրա սուջուխը բերանները տանելով։ Մի արեք շատ բարձր արժեքներ կան եւ մտածեք ու զբաղվեք այդ արժեքներով։ Ես ասացի, ելի եմ ասում, Հայք նահապետի արձանը բերեք, տեղադրեք, հանրապետության հրապարակում իր ողջ վեհությամբ, իր շուքով, իր պատմությամբ եւ ամեն մեկի, ամեն ոտի մոտ մի գիտ դրեք, որ եկողին պատմի, ով ենք մենք, որ մենք ինքներս մեր երեխեքի հետ գանք ու Հայկի արձանի մոտ հպարտ նկարվենք ու Հայկի արձանի բովանդակությունը մեր երեխի ներսում տանենք ու շարունակենք մեծացնել, դաստիարակել, որպեսզի կարողանանք պետություն պահել։ Այս ամբողջի մեջ իմացեք, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, չգիտեմ, աշխարհը, եթե մենք չուզենանք, մեզ չի կարող ծնկի բերել։ Վկա Իրանի պատմությունը։ Մենք ուզեցինք, մենք չգնահատեցինք մեր ունեցածը եւ ծնկի եկանք։ Այնուամենայնիվ այս հրադադարով շունչ քաշելու իրավիճակը փոխվում է, մի քիչ էլ կկրվեն, թե մի քիչ շատ, հասկացան, որ Իրանի հետ տուն-տունիկ չեն խաղում, հասկացան, որ այն պետությանը կամ այն մարդուն, ով իր եսի արժանապատվության կռիվը կարող է տալ, նրա հետ հեշտ չի լինելու, նրա հետ պիտի լեզու գտնես, նրան չես կարող ծնկի բերել, մեծ ծնկի բերին այն հաղորդման սկզբում ասած մարդանման արարածները իրենց պահվածքով։ Մենք պիտի կառուցենք այն Հայաստանը, ով կլինի, ինչը որ ասում է բոլորի երազանքը եւ բոլորի մատով ցույց տալու առարկան, որ այ հայերը, այն որ ասում էին բնիկ էին, որ նոյը Արարատ սարից իջել է, եկել են այստեղ Հայաստանը մարդկության, այսպես ասած, սկիզբն է, բնորանն է, Հայաստանը նաեւ հայ ժողովուրդը, նաեւ հայ պետությունը, նաեւ այն պետությունն է, որ լավ է այս մարդկանց հարգել եւ ստանալ հարգանք, քան փամփուշտ փորձել կրակել նրանց ուղությամբ։ Մեզ այսպիսի ղեկավարություն, այսպիսի պետություն ու պետականություն է պետք։ Եվ բոլոր այն մարդիկ, ում սեղաններին պապազի ամենահետին մոլեն, որ այսօր ասպարեզ են դուրս եկել, որ գան ու մասնակցեն ընտրություններին, որ իրենք եւ բոլոր դրանց կողմնակիցները Ես չգիտեմ, դուք ինչ եք, դուք ինչ մորկաթ եք ծծել, արդյոք մորկաթ եք կերել դուք,
Այս ամբողջը տեսնելով ու լավ իմանալով հանդերձ գալ ու ասել Քոչարյան, Ռոբիկը կամ չգիտեմ, դուք հացակեր չեք։ Այս աստիճան չսիրել սեփական ժողովրդին, պետությունը, օրնի բուն գնալ երրաբլուրներում նկարվել, պիղծ արարածներ, թե վայ աման մեր տղեկը կռվում էին, այդ կռվի հետ դուք ինչ արիք, ղեկավար ստահակներ։ Ուր գցեցիք այդ մարդկանց հարազատներին։ Ինչ վիճակ ստեղծեցիք մեր պետության մեջ, ինչը հարգեցիք, որ այսօր դուրս եք եկել ու ասում եք, Նիկոլը, չգիտեմ, պիղծ է, հողատու է, դուք ինչ հատու եք, ամբողջ կյանքներդ այդ տալը ձեր համար արժեք է եղել, ուրիշ ոչ մի բան, գողացել, ստորացել, չգնայիք Պուտինի հետույքը մտնեիք, այ մարդանման ոչ մի, այ մարդկային թերմացքներ, եւ այսօր եկել եք Քոչարի նման մեկը բարևարկությունից է խոսում, դաշնակները բարևարկությունից են խոսում, դուք ամբողջ հայոց պատմությունն եք պղծել, դուք ամբողջ, որ ասում եմ, սրբագույն հողը տրորելով ման եք գալիս, ու այսօր նորից ու նորից ասպարեզում եք։ Մի խոսքով, անկախ ամեն ինչից, մեր երկիրը մաքրելու պահանջը արդիական է, միջև սրիկանները պատասխան չտան, ոչինչ չի փոխվելու։ Կհանդիպենք, առողջ կացեք։